Ողջույն, այսօր ապրիլի 1-ն է և ես գտնվում եմ շատ գեղեցիկ համերգասրահում։ Պարզվում է առաջին ներկայացումն արդեն կայացել է։ Մոսկվայում է վիտամին ակումբը իր նոր նախագծով վիտամին ակումբ 10 տարի անց։ Այնպես որ սիրելի հետևորդներ, առաջարկում եմ մնալ մեզ հետ, որովհետև սպասում է շատ ուրախ, համով և հումորով հաղորդում։ Առաջարկում եմ բաժանորդագրվել, սեղմել զանգակը և իհարկե թողեք ձեր մեկնաբանությունները։ Դե ինչ, գնանք տեսնենք, թե ինչ է կատարվում Ետնաբեմում, տղաներն արդեն պատրաստ են և վիտամին ակումբը Մոսկվայում է։ 10 տարի անց վիտամին ակումբը վերադարձավ։ Նոր շունչ, նոր մտքեր, նոր հումոր։ Վաղուց սիրված նախագծի տղաները նորից միասին նույն բեմում են։ Նրանց հյուրախաղերը Հայաստանից ձգվեցին մինչև Միացյալ Նահանգներ, նահանգներից մինչև Ռուսաստանի Դաշնություն, հետո Եվրոպա ու նորից Հայաստան։ Մոտ 3 ամսում նրանք ունեցան ավելի քան 30,000 հանդիսատես։ Մոսկվայում հանդիսատեսը նույնպես անչափ ջերմ ընդունեց տղաներին։ Մեկ օրվա մեջ 2 ելույթ, երկուսն էլ լիքը դահլիճով ու բուռն ծափերով։ Սա իսկապես 10 տարի անց լավագույն նվերն էր վիտամինի տղաների կողմից իրենց երկրպագուների։ Ողջույն, բարի երեկո, կկիսվեք ինչ տրամադրությամբ եք եկել այսօր համերգին։ Շատ մեծ սպասումներով վիտամին կլուբի համերգները Երևանում բաց չենք թողել ոչ հեռուստացույցով, ոչ երբ նկարահանում էին։ Լացակումած նայում էինք ինչպես են Երևանում տոմսերը վերջանում ու մենք այստեղ ուղղակի նստած ենք, որ իմացանք Մոսկվայում համերգ են դրել, շատ ուրախացանք, предвкушение, ոնց ասում են ռուսները, սպասում ենք։ Ինչ կմաղթեք տղաներին։ Տղաներին մաղթում եմ հաջողություններ իրենց ստեղծագործական կյանքում և անընդհատ մենք իրենց տեսնենք բեմում։ Հրաշալի, ձեզ բարի երեկո ու հաճելի երեկո ենք մաղթում։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ տրամադրությամբ եք եկել այս համերգի։ Շատ երջանիկ։ Լավ տրամադրություն է։ Ապրեք սալեք, շատ ուրախ ենք, որ եկել ենք, կներեք, որ լավ չեն կարող հայերեն ասենք, прекрасное настроение, заряженные, ждем отличного выступления наших армянских комиков, юмористов, да, артистов. Ինչ կմաղթեք տղաներին։ Այսինքն Пожелания. Да оставаться такими, какие они есть, и не меняться, и не стареть, самое главное. Ինչ տրամադրությամբ ես եկել։ Շատ ուրախ, որովհետև այս համերգին 5 տարեկան սպասում էի, բայց վիտամինը փակվեց։ Տենց հիմա շատ ուրախ եմ ու շատ ոնց ասեմ, հայերի շատ ուրախ եմ, որ եկել եմ այս համերգին կարամ մասնակցեմ ու հնարավորություն ունեմ։ Ու ինչ կմաղթես տղաներին։ Կարիերայում մենակ բարձունքներ ու հավես տրամադրություն էլի, միշտ։ Գորելի մնան միասին, չէ՞, ոնց որ հիմա հավաքվել են, այնպես որ այո, 10 տարի անց բոլորը կարծում եմ սպասում են, որ նրանք վերադառնան նույն կազմով նորից եթեր եւ ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս, ոչ թե 10 տարին մեկ։ Եվ վիտամին ակումբի ներկայացման իհարկե հայտնի ու սիրված բլոգերներն են։ Ողջույն Սահակ եւ իր գեղեցկուհի կինը։ Ողջույն Մարինե ջան։ Ինչ տրամադրությամբ եք եկել համերգին։ Շատ լավ։ Բարձր։ Ում եք ամենաշատը սիրում երկրպագում։ Եկատերինին։ Екатеринин, инка русской школы скончался. На самом деле, витамины, это вот я говорил, что мы едем сюда за ностальгией, потому что это наше детство, и если обратить внимание на массу людей, то здесь очень много молодежи, очень много, потому что мы выросли все на витамине. Это ми յուրահատուկ հաղորդում էր։ Հումորը Հայաստանը, прям вот որ հանել են նոր մակարդակ, ելել են տղեկը։ Իրանց միջև էտելել է 32 ատամը, 32 ատամի դե շատ տղեկան դեղ են մասնակցել։ То есть կարամ ասեմ, որ ամեն մեկը, что каждый из них внес определенный вклад в развитие юмора в Армении. Сказано отлично. Ձեզ բարի եւ հաճելի երեկո ենք մաղթում։ А мы пожелаем, чтобы все подписывались на Марину, следили за ее новостями, потому что это один из лучших YouTube-каналов. Վիտամին ակումբ, վիտամին ակումբ։
Հիմա փորձենք զրուցել նաև արտիստների հետ։ Մարդիկ, ում հետ ծանոթ ենք արդեն 20 տարի։ Եվ ասեմ, որ այս 20 տարիների ընթացքում նրանցից ոչ մեկ չի փոխվել։ Չեն ծերացել, ակնոց չեն կրում, չեն գիրացել, չեն նիհարել, չէ ոնց չեն նիհարել, բա պոնչը 85 կիլոգրամ։ Բայց ամենակարևորը նրանց մարդկային արժեքներն ու որակները մնացել են նույնը։ Մարդիկ, ովքեր անցած տարի Օսկարի մրցանակաբաշխության բեմում բոմբեցին, մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ Երևանում խազերի ժամանակ խզարեցին, բայց հետո Համալիրի բակում սմոքինգներով ինչ որ ցախ էին հավաքում, թե ինչեր, կարիքից կճշտենք։ Մարդիկ, ովքեր ապրում են առանց VPN-ի, Ազատ ու Երջանի, գնանք տեսնենք, թե ում հետ կարող ենք զրուցել։ Մեզ հաջողվեց իհարկե հիմա իմ զրուցակիցն է մարդ, ով անցած տարի Օսկարի մրցանակաբաշխության բեմում բոմբեց։ Այսօր էլ Մոսկվայի այս համերգասրահում բոմբեց Վաչե Թովմասյան, ողջույն, բարի գալուս Մոսկվա, ոնց ես։ Մեր շատ շնորհակալություն բոմբել բարի համար էլ շատ մերսի, չգիտեմ այդ ոնց եմ արել, բայց շնորհակալ եմ ու շատ լավ, շատ ընտիր։ Ինչ տպավորություններ Մոսկովյան համերգից։ Ֆանտաստիկ էին տպավորությունները, անկեղծ ասած, հենց առաջին պահից, որ համերգը բացել ենք ու այդ ոգևորվածությամբ, որ տոմսերը ձեռք էին բերում մարդիկ, մենք արդեն sense մի հատ այնքան համ հաճելի էր, համ պարտավորեցնող էր, որ ասենք 3000 հոգանոց դահլիճը մի քանի օրում չկա, հետո ցերեկը, որ Մոսկվայում չլսված բան է, բուդնի օր, մեկ էլ էլի ասենք 3 ու մի հատ չգիտեմ, այնց մի հատ զգացողություն էր ու այսօր էլ բեմի վրա sense ոնց որ զգայինք մեզ լրիվ տանը, այնց որ հրաշք։ Դե բոլոր ձեզ սպասում էին վերջին։ Поздравляю։ Գարիկ Մարտիրոսյան։ Լեգենդ։ Դա այո, լեգենդար Գարիկ Մարտիրոսյանը։ Ոնց մեզ լավ չզգանք։ Բնականաբար, լավ, եւ վերջին հարցը, ասում են հումորը կյանքում հաճախ օգնում է։ Եղել է դեպք քո կյանքում որ խանգարի։ Հենց հիմա, որտեվ չկա ճիշտ հումոր, որ անեմ բրծնեմ այս թեմայից։ Վաչե, շնորհակալություն, հաջողություն։ Եվ բնականաբար հիմա իմ կողքին մի մարդ է, ում սիրում են բոլորը, ով մի քանի օր առաջ Երևանում խազերի բեմում խզարեց, ստացավ տարվա լավագույն փոփ երգիչ Արամ MP3, ողջույն Արամ ջան։ Ողջույն։ Շատ ուրախ եմ Մոսկվայում ձեզ տեսնելու, բարի գալուստ, ինչ էմոցիաներ կան այս շրջանակում։ Դե ճիշտ ասած վիտամինով 10 տարի բեմ չբարձրանալուց հետո վիտամինով Մոսկվա գալու մեջ տենց շատ էմոցիա կա ու մեր համար տենց կներեք Ալո։ Ու իմ համար դա շատ տենց հատկանշական էր Մոսկվայում ելույթը, որովհետև մենք այդտեղ շատ լավ համերգներ ենք ունեցել տարիներ առաջ վիտամինով ու ոնց որ համ տենց ինչ-որ ռետրոսպեկտիվ անդրադարձ էր, համ այդ մարդիկ, ասենք իրանց մոտ ինչ-որ տենց մանկությունից շատ եկան, հիմնականում ասում են մեր մանկությունը, այսինքն մենք այնքան մեծացել ենք, որ ինչ-որ մարդկանց մանկություն ենք դարել։ Բայց իմիջիալուց ասեմ, որ ես ձեզ ճանաչում եմ շուրջ 20 տարի արդեն, պիտի ասեմ, որ հետ չեք փոխվել, չեք ծերացել, չեք գիրացել, չեք։ Հետո որ ուզում եմ ասել չեն նիհարել, հետո ասում
ասում են ոնց չէ պոնչ 85 կիլոգրամ արել է։ Լիանը կոստը չավանա։ Օգնուս չեք դնում մազերը չի թափվել, բայց մնացել եք նույնը, նույն բարի ու հրաշալի մարդիկ։ Շնորհակալություն, մաղթում ենք ձեր հաջորդ արդեն ելույթներին եւս լավ ելույթներ եւ հաջող եւ իհարկե սպասենք նորանոր ձեր նոր նախագծերով, բայց ոչ 10 տարի անց էլի։ Չէ, ես մենք ասեն ավելի շուտ կլինի։ Չարենց ասես կարող 30 տարի հետո։ Դե Չարենցը կարող կլինի 30 տարի հետո։ Ինքը հետո ասես դա երևի մեր թորն է։ Այո, ավելի շատ մեր երեխեք է։ Շատ ուրախ եմ եւ նախապես չեն շնորհավորում, բայց ես գիտեմ, որ 2 օրից քո ծննդյան տարեդարձն է, բայց մաղթել բարի կարող ենք։ Իհարկե կարող ենք։ Ես առողջություն, երջանկություն, ուժ, կորով, լիքը sense հումորը անսպար թող լինի, երկիշներ ոնց ասում ձայնը անսպար։ Չնայած քեզ Ամեն քո ծնունդը, մենք երկուսս խոյ ենք, չէ՞ դու լեչ։ Այո, այո։ Խոյերը լավն են։ Մերսի շատ։ Բոլորիս շատ սիրելի Գարիկ, ողջույն, բարի գալուստ Մոսկվա։ Շնորհակալ եմ շատ, ձեզ էլ բարի գալուստ։ Ես արդեն 11 տարի այստեղ եմ, դուք 10 տարի հետո, չէ, 15 եմ ես, դուք 10 տարի հետո եկել եք Մոսկվա հյուր ամբողջ կազմով, ավարտվեց ձեր վիտամինակում 10 տարի անց ելույթը, Մոսկվայի հայ հանդիսատեսի 3 բառով, ինչպես։ Լսեք, մենք կգնահատեինք մեր ելույթը այսօր ըստ ծափերի, ըստ ջերմության, իսկ այդ 10-ից 10 էր, եթե չլիներ այն արձագանքը, որը որ կար, մենք ինքներս չենք ունենա սանդղակ մեր ելույթը գնահատելու, բայց այն ոնց որ վերաբերմունք կար այսօր, այդ իսկապես 10-ից 10 էր, ու այնքան սխալ կլիներ այսքան տարի հետո գալ ու չզգալ են ինչ-որ մի քիչ առաջ մենք զգացինք։ Բոլորը սիրում Նախ հուսամետ տենց է ու շատ շնորհակալ կլինեմ, հետո բացի սիրելուց ու մենք էլ հանդիսատեսին ենք շատ սիրում, միևնույնն է ինչ որ սպասելիք էր ձևավորվել այս տարիների ընթացքում, որ իրավունք չունենք չարդարացնել, դա էլ մեր վախները, դա էլ մեր լարվածությունները ու հիմա այնքան sense հանգստացանք, որ զգացինք, որ այդ ամեն ինչը համապատասխանեց այն ինչ մեզնից սպասում են ստացան, այն ինչ մենք կարոտել էինք ստացանք, այնց շատ բավարարված ենք։ Դուք էլ շատ մեծ էներգիա տվեցիք իհարկե դահլիճին։ Գար, մի քանի օր առաջ դու Արամ Պետրին սենց խազերում խզարեցիք, բայց հետո համալիրի բակում այդ ինչ եք սմոքինգներով հավաքում։ Ուզում ես ասեմ, հա, տարածվել է, թե ես ոնց որ մեքենայի պարկինգ էի ման գալիս, ու ոնց որ ծառերի ճյուղերը կտրել էին, տենց լսրել էին պարկինգի վրա, տարբերակ չունեի պիտի իշնեի ճյուղերը մաքրեի, որ կանգնեի, տենց է Երևանում։ Всё, դե մեր հայ հանդիսատեսի, բայց ռուսերենով։ Ինչի որ Երևանում բան չի փոխվել։ Հա, ռուսերենով մեր հայ հանդիսատեսին ինչ կմաղթես ռուսերենով։ Ես մտածում եմ շվատ եմ խոսում, ուզում եմ մի բան, սպասիբա։ Չէ, իսկապես շնորհակալ եմ շատ, մերսի որ եկաք։ От души։ Спасибо։ Ништяк։ Եվ վիտամին ակումբի սիրված
արտիստներից, չարենցներից։ Պայն իմ զրուցակիցը ողջույն, բարի գալուս Մոսկվա։ Ողջույն, Մարինա ջան, շնորհակալ եմ շատ։ Ինչ զգացողություններ կա եւ ոնց հավաքվեցիք 10 տարի անց կրկին միավորվելու եւ հետո Women's Club-ի աղջիկներ չեն խանդում։ Չէ, իրականում չեն խանդում, զգացողություններն էլ շատ են, թե չգիտեմ, տենց սպոնտան էլի, ոնց որ որոշեցինք, բա մի հատ չհավաքվենք, ու տենց հավաքվեցինք, իրոք, էլի։ Իսկ Մոսկվայի այս ձեր ելույթից ինչ որ առանձնահատուկ մի բան տպավորիչ կա, թե առանձնահատուկ տպավորիչ, թե սենց չեմ կարող ասեմ, որովհետև ահավոր հոգնած եմ, բայց մենք միշտ գնում ենք անալիզ ենք անում, ամեն տեղից մի բան վերցնում ենք, կարող է հեսա գնանք, վաղը հիշենք, ասենք, ասես բան ա եղել ու նոր տենց ֆիքսենք, բայց դա այն որ սերն ու ջերմությունը անպակաս այդ միանշանակ։ Դե ասեմ, այո, Մոսկվայի հայ հանդիսատեսը ձեզ սիրով սպասում էր եւ կսպասենք ձեր հաջորդ նոր ելույթներին, բայց ոչ 10 տարի անց էլի, մի քիչ շուտ-շուտ։ Չէ, 10 տարի անց կարծում եմ թորներով արդեն կգանք ելույթի։ Դժվար։ Չնայած ես կարող եմ միանգամից 30 տարի անց անեմ։ Դե 30 տարի անց արդեն քո ասած թորները բեմում կխաղան, չէ։ Մենք էլ կնայենք, ինչ է։ Հաջողություն, շնորհակալություն եւս մեկ անգամ այս հաճելի հումորի, ժպիտի ու լավ տրամադրության համար։ Ձեզ շնորհակալություն, լավ եղեք։ Եվս մեկ սիրված արտիստ Տարոն Իսպիրյանն է, ողջույն, բարի գալուս Մոսկվա։ Շնորհակալություն, спасибо։ Մոսկվա։ Տարոն մի հարց էլի։ Նախ ես որ խոսում եի, որ վիտամին ակումբի տղաները այս 20 տարի ճանաչում եմ, չեն փոխվել, հետո հիշեցի, որ ոնց չէ, փոխվել են, լավ փոխվել են։ Տեսքով։ Չես փոշմանել, որ այսքան նիհարել ես։ Չէ, ընդհանրապես չեմ փոշմանել, որովհետև տեսեք, սենց ինձ բերել են իրանց հետ ու նշանակում է, որ ամեն ինչ դեռ օքեյ է։ Փոշմանել են, որ հիմա քիչ եմ ուտում, բայց կուզեի մի քիչ ավելի շատ ստեղի պերերիվները համով է Մոսկվայի ուտելիքը էլի։ Հետդ կտանես։ Լավ, իսկ եթե լուրջ վիտամին Women's Club-ում ես եւ հիմա արդեն տղաների հետ ես, որտեղ է ավելի դժվար կամ։ Երկու տեղն էլ շատ լավ է, երկու տեղն էլ շատ դժվար է ու ուրախ։ Աղջիկները չասեցին Տարոն ուր մենք էլ են գալիս քեզ։ Մենք էլ են գալիս չէ, բայց ասեցին ուր, ասեցի կգամ հեսա մի քիչ հետո։ Գնամ գամի։ Շնորհակալ եմ, հաջողություն ձեր գալիք նոր ելույթների։ Շնորհակալություն, մերսի շատ։ Իսկ այս պահին ես հանդիպել եմ շատ տաղանդավոր դերասանի, կրկնօրինակման վարպետ եւ ճիշտն ասած ինձ թվում էր թե նա հայերեն չի խոսում, չգիտի, բայց բարձում է հրաշալի խոսում է։ Կարեն Արությունովը, ողջույն։ Какими судьбами вы здесь? Վիտամին ակումբի հետ, տղաների հետ ինչ կապ ունեք, որտեղից եք ծանոթացել եւ Король русерен носим. Да, потому что у меня так лучше получается. Я с ребятами знаком очень давно. Буквально сейчас мы встретились за кулисами и вспоминали те наши теплые вечера, совместные игры в КВН. Это, по-моему, 2000 год. То есть мы сейчас вспомнили, что ровно 26 лет назад мы проводили активно каждый месяц, вот сколько длятся там эти этапы игр КВН, вот каждый раз мы с нетерпением снова встречались, делились какими-то радостями, шутками. Это, конечно, незабываемый период жизни.
И сегодня я пришел, когда узнал, что ребята приезжают с концертом в Москву, я, конечно же, приехал сюда, чтобы в первую очередь увидеться с ними, поддержать концерт и провести хорошо вечер. Իսկ հիմա այդ մաղթանքը ինչ որ հայտնի հոլիվուդյան աստղի ձայնով, չգիտեմ, մոտիվներով, ժանրով, ինչ որ մի ֆիլմի ժանր, օրինակ մելոդրամա, չէ, եկեք ավելավա յումորիստический կոմեդիա։ Բայց կարամ любой жанр։ Ուզում եք մելոդրամա։ Ուրեմն, չէ, դե վիտամին ակումն է, եկել ենք ուրախանալու, չէ։ Գնացինք ուրեմն կոմեդիայի ժանր։ Знаете, иногда в жизни хочется витаминов, и то самое время настало. Витамин Клаб. 10 տարի անց։ Спустя 10 лет, да. Շնորհակալություն, ձեզ հաճելի երեկո։ Մերսի շատ։ Շատ մերսի։ Լավ էլ հայրեն խոսում եք։ Ամենցլի։ Մենք քիչ կամաս խոսում։ Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մշտական գործընկեր Big Z Production-ին, ով ապահովում է մեր նկարահանումները եւ իհարկե մեր շատ սիրելի լուսանկարիչ Ռայա Արուստամյանին։ Հաղորդման գլխավոր գործընկեր Big Z Production, հաղորդման աջակիցներ Լազարյանների հիմնադրամ, Safar Travel տուրիստական գործակալություն, Windent ատամնաբուժական կլինիկա, Mary Moves անշարժ գույքի գործակալություն, Anahit Travel տուրիստական եւ վիզաների գործակալություն, Anahit Travel վիզաներ աշխարհի տարբեր ուղղություններով եւ Դոկտոր Նազելի Արտենյան։